Պետական այցելությամբ Հունաստան գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյան իր պաշտոնակիցին հետ հանդիպման անդրադարձած է մեր տարածաշրջանի մեջ խաղաղության ուղղությամբ եղած ջանքերուն։ Մեր երկիրները իրենց տարածաշրջաներում մեջ գայունության եւ խաղաղության չադակովներ են, Հունաստանի նախագահին ըսած է Վահագն Խաչատուրյան։ Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլաս պետական այցելությամբ Աթենքի մեջ գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին բարգեւադրած է հիշադակի մեծ խաչ շքանշանով։ Իր հերթին նախագահ Վահագն Խաչատուրյան իր գործընկերոջ բարգեւադրած է Փարքի շքանշանով։ Բարգեւադրում են հետո Հանրապետության նախագահը քրարում գդարած է բադվո հյուրերու մատյանի մեջ։ Պետական այցով Հունաստանի Հանրապետություն գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան այցելեց անհայտ զինվորի հուշահամալիր։ Նախագահ Խաչատուրյանին անունով ձաղգեբսակ տրված է հավերժական գրագինքով։ Հայաստանի ղեկավարության նիստի ընթացքին հաստատվեցավ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության եւ Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու հարցը։ Նախագիծի հիմնավորման համաձայն Հայաստան մեծապես կարևոր կնկատի Լեհաստանի հետ փոխվստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերություններու խորացումը, նպատակ ունենալով պաշտպանական ոլորտեն ներս արձանագրել շոշափելի արդյունքներ եւ ընդլայնել համագործակցության ուղղությունները։ Հայաստանի եւ Լեհաստանի միջև Պաշտպանության ոլորտեն ներս համագործակցության իրավական հիմքը կհանդիսանա 2004 թվականի սեպտեմբեր 6-ին Վարշավայի մեջ ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնակավարի ներս համագործակցության մասին համաձայնագիրը, որը վավերացվեցավ Հայաստանի ազգային ժողովի կողմեն 2005 թվականին։ Նոր համաձայնագիրը նպատակ ունի սահմանել ռազմատեխնիկական ոլորտեն ներս համագործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը հիմնված հավասարության փոխադարձ հարկանքի եւ փոխշահավետության վրա։ Ըստ նախագծի համաձայնագիրը կնպաստի միջազգային պաշտպանական համագործակցության ընդլայնման եւ երկկողմ հարաբերություններու հետագա ամրապնդման ռազմական բնակավարեն ներս։ Համաձայնագիրը պետք է քննարկվի եւ վավերացվի նաեւ ազգային ժողովի կողմեն։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՏԱՍՍ-ին տված զրույցի մեջ մեկնաբանած է ռուսական երկաթուղիները այլ երկրի կառավարման հանձնելու թեման։ Չեմ քննադեր այլ պետություններու իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցով, բայց կրնամ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողը, որ արդյունավետ եւ շադոնց կաշխատի Հայաստանի մեջ ոչ ամենեն բարձ պայմաններու մեջ։ Նշած է Շոյգու ավելցնելով, որ այդ չմշակված լուծում է գառուցված համագարկը աչքի հետո գրնա մեկ գիշերվան մեջ փլուզվիլ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան ավելի գանուխ ըսած էր, որ երկաթուղիի մասին իր պատկերացումն այն է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր քնե Ռուսաստանեն կառավարման իրավունքը։ Փաշինյան անցյալ դարեվերջին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման բարձրացուցած էր այս երկու հատվածներուն ադոնք վերականգնելու հարցը։ Հետո դեղեկացուցած ռուսական կողմին նաեւ գրավոր թիմած են, ու եթե Մոսկվան այդ աշխատանքները պատշաճ ժամկետի մեջ չիրականացներ, Երևան պատրաստ է պետական միջոցներով վերականգնել ենթակառուցվածքները։ Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյան մասնակցած է երիտասարդներու հետ Restart հիմնադրամի կողմեն կազմակերպված քննարկման մոտ 200 մասնակիցներով Երևանեն եւ մարզերեն։ Նախարար Միրզոյան հագիչ ներկայացուցած է Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները, տարածաշրջանային զարգացումները, Ադրբեջանի հետ խաղաղության, շարունակական ամրապնդման գործընկերություններու զարգացման գործին մեջ Հայաստանի առանցքային մոդեցումները։ Արարատ Միրզոյան հանգամանալից պատասխանած է ներկաներուն, իթիվս այլ թեմաներու անդրադարձ կատարված դարաձաշրջանային աբաշրջապակման ծրագիրներուն, թրիպ նախագծի իրականացման միջոցով Հայաստանի համար բացվող նոր հնարավորություններուն։ Նախարար Միրզոյան ընդգծած է, որ Հայաստանի կողմեն իրականացվող հավասարակշռված արտաքին քաղաքականության հիմքին դրված են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները, փոխշահավետ հարաբերություններու եւ Հայաստանի զարգացման օրագարկի հետեւողական հարաճմողումը։ Հաշվի առնելով, որ երիտասարդներու հետ այս ձևաչափով հանդիպումը տեղի ունեցավ Քիրքի օրվան նախաշեմին, նախարար Միրզոյան հանդիպման ավարտին քիրքեր նվիրեց քննարկման իրենց հարցերով ավելի աշխուժ մասնակցած երիտասարդներուն։ Հռոմի մեջ նախարար Համբարձում Մաթևոսյան Գենսաբազմազանության պայմանագրի գործադիր քարտուղար Դիգին Աստրիդ Շոմեյքերի եւ Մագի Բարինի եւ Գյուղատնտեսության գազագերբության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ մասնակցած է ագրոսննդային համագարկերը գործողության մեջ հանուն բնության խորակիրով հատուկ բարձր մակարդակի միջոցառման եւ հանդես եկած է բացման խոսքով։ Նախարարը ընդգծած է, որ Հայաստան կարևոր փուլի մեջ է 2026 թվականին Հայաստանի մեջ կայանալի COP17 Գունմին Մոնրեալի համաշխարհային բազմազանության շրջանագի
ծրագի 2030 թիրախներուն հասնելու ջամփուն գեսն է եւ այժմ երկրի բարդավորությունները պետք է վերածվին չափելի արդյունքներու իշահ բնության եւ մարդոց Հայաստան COP17-ին կմոտենա գործողություն հանուն բնության սկզբունքով գիտության վրա հիմնված քաղաքականության համադրմամբ եւ գայուն ներդրումներով որբեսի դրված խոստումները իրական բարեփոխումներու վերածվին Ավստրիո մեջ Հայաստանի Հանրապետության տեսփան Անդրանիկ Հովհաննիսյան հանդիպում ունեցած է Եվրոպական եւ անվտանգային քաղաքականության ավստրիական ինստիտուտի նախագահ դոկտոր Վերներ Ֆասլաբենդի հետ։ Վիեննայի մեջ Հայաստանի տեսփանադունեն նշած են, որ տեսփան Հովհաննիսյան ներկայացուցած է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային խաղաղության օրագարկը, TRIP նախագիծի եւ այս բարունակի մեջ տեղի ունեցած զարգացումները։ Զրուցակիցները միտքեր փոխանակած են արդի աշխարհակաղակական իրավիճակի շուրջ, ինչպես նաեւ քննարկած են Հայաստան-Ավստրիա համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։ Ուրուգուայի Մալդոնադո նահանգի Պունտա դել Էստե քաղաքի մեջ բացվեցավ Հայաստանի Հանրապետության բադվավոր հյուպատոսություն։ Միջոցառման ներկա գտնված են Ուրուգուայի նախկին նախագահ Լուիս Ալբերտո Լակաժե Էրերան, Պունտա դել Էստեի քաղաքապետը, Բոլիվիո մեջ Հայաստանի բադվավոր հյուպատոսը, խորհրդարանականներ, երկիրներու բադվավոր հյուպատոսներ, գործիչներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ուրուգուայի մեջ Հայաստանի Հանրապետության տեսփան Մարիամ Քևորքյանը իր ելույթի մեջ կարևոր նկատած է Ուրուգուայի ավելի զարգացած եւ Շրջային կենտրոնների մեկու մեջ Հայաստանի բադվավոր հյուպատոսարանի բացումը, ընդգծելով, որ այն կարևոր գամուրջ պիտի դառնա երկու երկիրներու միջև եւ խթան հանդիսանա արևդրական տնտեսական, մշակութային, կրթական եւ զբոսաշրջային համագործակցության ընդլայնման համար։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մգրտչյան ամերիկյան պետություններու գազագերբության գլխավոր քարտուղար Ալբերտ Ռամդինին հանձնած իր հավատարմագրերը եւ պաշտոնապես նշանակված ամերիկյան պետություններու գազագերբության մեջ Հայաստանի Հանրապետության մշտական դիտորդ կհայտնեն Հայաստանի արտաքին գործոստ նախարարութենեն։ Հավատարմագրերը հանձնելուն հաջորդած հանդիպման քննարկված են երկկողմ համագործակցության զարգացման եւ խորացման առնչվող հարցեր։ Ցեզի Անի Զեյթունցյան